Այսօր երիտասարդների օրն է, ըստ ձեզ հայ երիտասարդության գլխավոր խնդիրը որն է։ Խաղաղություն, ուրիշ ոչինչ։ Գլխավոր խնդիրը, որ ինքը ապագա ունեն, աղջիկ ջան։ Ոնց որ հիմա ապագա չկա, մարդիկ չեն հավատում, որ Հայաստանում ինչ-որ լավ բանի կհասնեն։ Դրա համար երիտասարդները պետք է համախմբվեն։ Ազիզ ջան, հիմա ես ինչքան պետք է ապրեմ, ես շատ քիչ եմ ապրելու։ Ես մտածում եմ ձեր մասին, ձեր ապագայի մասին, իմ թոռների մասին։ Ես ոչինչ չեմ կարող ասել լավ բան, որ մեր Հայաստանում էս 7 տարվա մեջ կատարվում է։ Առաջ ոչինչ էլի չկար, բայց ինչ որ կարմիր գծեր կար։ Հիմա ոչ մեկ կարմիր գծեր չկա։ Երեխեք ջան, դա դուք պետք է պայքարեք։ Մենք արդեն ինչքան էլի պայքարում ենք, տես այս տարիքին, բայց երկի պայքարում ենք, էլի ինչ-որ բաներ անում ենք։ Դուք, դա ձեր ապագան է, Հայաստանը ձերն է։ Ինձ թվում է ավելի շատ մեծերի օրինակին հետևել է։ Չգիտեմ, ես չեմ հասկանում քույրիկ։ Դա երկար կարամ խոսամ։ Դե հայ երիտասարդ ասելով պետք է մենք համախմբենք։ Իրար հետ սաղս միասնական լինենք։ Երիտասարդության խնդիրը ավելի շատ դաստիարակվածության մեջ է, որ երիտասարդները ավելի դաստիարակված պետք է լինեն, ավելի շնորհքով։ Լավ ապրել է, խաղաղություն լինի, մարդիկ լավ ապրեն, ուրիշ բան պետք չի։ Երիտասարդ կոչվում է 3-10-ը։ Ճիշտ է։ Հեռանկարում ամեն ինչ իրենք են անելու։ Դրա համար նրանց պետք է ավելի լավ նայել, փայփայել, տեսնել, որ մեր երիտասարդությունը ճիշտ ուղղորը է։ Լինել հայրենասեր, ընտանիքասեր, երեխասեր և հեռու մնալ բավականին անհաջող քայլերից։ Հաջողություն եմ ցանկանում մեր երիտասարդներին։ Շատ լավ, շնորհակալ։ Թող միշտ լինեն։ Նրանք մեզ կփոխելն Դե յուրաքանչյուրը տարբեր մարդիկ տարբեր խնդիրներ կունենան երևի, իսկ իմ կարծիքով, եթե մենք ասենք, երևի թե մեր երկրի խաղաղ վիճակը։ Երևի թե հին բարքերը դեռ կանեն, չգիտեմ, սովետից մնացած կրթություն կարդացած մակարդակը մի քիչ ավելի քիչ է։ Երևի այսքան է։ Որ երգիրը լավ է։ Այսօր երիտասարդների օրն է, ըստ ձեզ որն է երիտասարդության։ Շնորհավորում եմ։